ողջունել բոլորիդ համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի անունից և շնորհակալություն հայտնել, որ այսօր այստեղ եք այս կարևոր մտերմիկ նաև միջոցառմանը ներկա լինելու համար։ Այսօրվա մեր հանդիպման առիթը այս գիրքն է պատմաբան քաղաքագետ Արմեն Այվազյանի նոր ուսումնասիրությունը, որը կոչվում է Հայոց զորքը Արցախում, կազմավորումը, զինումը և ճակատամարտերը 1722-ից 1735 թվականներին։ Ճիշտ է, այս գիրքը համազգայինի Արցախի գրասենյակը չէ հրատարակել, դուք հաճախ եք այստեղ հավաքում մեր հրատարակած գրքերի շուրջ հանդիպումներ ունենալու համար, բայց քանի որ սա կարևոր գիրք է, որը Արցախի որպես Հայաստանի մաս, որպես հայոց պատմության մաս, Արցախում հայոց զորքերի կազմավորմանն է անդրադառնում, մենք որոշեցինք դիմել, խնդրել, որ պարոն Այվազյանը թույլ տա Արցախի գրասենյակը կազմակերպի այս գրքի շուրջ հանդիպումը, քննարկումը կամ շնորհանդեսը, տարբեր անունով կարող ենք այսօրվա հանդիպումը կոչել։ Գիրքը ներկայացնում է առաջին մանրազնին համապարփակ ուսումնասիրությունն է այս թվականներին 1722-ից 1735 թվականներին Արցախում հայկական զորքի կազմավորմանը, հրամանատարական կազմին, զորքի թվաքանակին, զենքի հայթայթմանը, այն կարևոր վճռորոշ ճակատամարտերին, որ մասնակցել է հայկական զորքը, սա լայնածավալ ուսումնասիրություն է այս թեմայի շուրջ և համոզված եմ, որ հետագայում բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, նաև կարևոր աղբյուր կհանդիսանա։ Գրքում շատ են նաև նամակագրությունները, համեցեք պարոն Բալայան։ Գրքում նաև նամակագրություններն են շատ, որոնք ավելի լույս են սփռում այդ տարիների պատմական իրադարձություններին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Այվազյանին, որ վստահեց մեզ այսօր այստեղ հավաքվելու և զրուցելու այս գրքի շուրջ։ Ինչպես նշեցի, այս միջոցառումը ուզում եմ ոչ թե սովորական շնորհանդես անվանենք, այլ ավելի քննարկման, զրույցի, մտերմիկ հարց ու պատասխանի անմիջական զրույցի ձևաչափով լինի։ Ես ընթացքում նաև ընթերցումներ կանեմ գրքից, հակիրճ ընթերցումներ կանեմ, որպեսզի ինչ-որ փոքր-ինչ պատկերացում կազմեք նաև։ Պատմաբանները կանդրադառնան, իրենց խոսքը կասեն գրքի վերաբերյալ, իսկ այդ ընթացքում, եթե ունենաք հարցեր, թե ընթերցանության, թե ընդհանրապես թեմայի շուրջ, կարող եք ձեր հարցերը ելույթներից հետո հղել մեր պատմաբաններին։ Նաև ուզում եմ ասել, որ այսօր նաև համարձակություն է Արցախի մասին խոսել, սխալված չեմ լինի, ասեմ, որ ոչ բոլորն են այսօր ցանկանում անդրադառնալ Արցախին որպես Հայաստանի մաս, և կարելի է ասել նաև սա համարձակ քայլ է մեր այսօրվա իրականության մեջ լույս սփռել, այս ուսումնասիրությամբ լույս սփռել նշյալ ժամանակահատվածին։ Այս պահին ուզում եմ խոսքը փոխանցել համազգայինի Արցախի գրասենյակի խորհրդի անդամ, շատ սիրելի Միքայել Հաջյանին, հրապարակախոս, վերլուծաբան, համեցեք պարոն Հաջյան։ Ողջունում եմ բոլորիդ և ողջունում առաջին հերթին գրքի հեղինակին, իմ բարեկամ, իմ ընկեր Արմեն Այվազյանին։ Անկեղծ ասած, Արմեն Այվազյանի հայոց զորքը Արցախում աշխատությունը ինձ համար մի յուրօրինակ գյուտ էր։ Այն առումով, որ ես նախ հետաքրքրում եմ հայ ժողովրդի, մեր ժողովրդի պատմությամբ ու բնականաբար առիթից առիթ հնարավորության դեպքում անդրադառնում եմ
հայոց պատմագրությանը, դա կլինի գրապար, կլինի թե աշխարհապար, հնարավորինս ես կարողանում եմ ուսումնասիրել, հետաքրքրվել, բայց ոչ որպես պատմաբան, ես բանասեր եմ, ես մասնագետ չեմ, բնականաբար ես չեմ կարող այդ ուսումնասիրությունները գնահատել այնպես, ինչպես ասենք մասնագետը, մասնագետական գնահատանքը դա իմ խնդիր չէ երևի, բայց կարդալով, ընդորը մեծ դժվարությամբ կարդալով, դա մեկ շնչում կարդալու գիրք չէ, ես անդադ անդրադառնում էի, նախ ստուգում էի, ճշտում էի ինձ համար հեղինակի ներկայացրած տվյալները, ապա ինձ համար արդեն ուզում եմ վերհիշել, արդյոք այդ տվյալը համապատասխանում է թե ոչ, քիչ առաջ կարդացի մեկ այլ բան, կարծես թե ստուգում ճշտում եմ եւ ինձ համար պարզվեց, որ միանգամայն ճշգրիտ, միանգամայն ճշմարիտ պատմություն է։ Ինչու եմ դա ընդգծում, որովհետեւ մենք ունենք փառավոր պատմություն, բայց այդ փառավոր պատմության ոչ բոլոր իրադարձություններն են, ոչ բոլոր դրվագներն են, որոնք սերունդների ուշադրությանն են ներկայացվել պատմագիրների կողմից։ Չեմ ուզում մեղադրել, այդ մասին ես խոսել եմ պարոն Այվազյանի հետ, ինքը նույնպես չի մեղադրում այդ պատմագիրներին, պարզապես յուրաքանչյուրը գրել է իր ուսումնասիրության իր հնարավորությունների սահմաններում։ Ներկայումս 21-րդ դարի այս ժամանակաշրջանում ինչ-որտեղ պայմանները բնականաբար տարբերվում են մեր նախորդ ժամանակաշրջանների պատմաբանների հնարավորություններից եւ օգտվելով այդ նոր պայմաններից հնարավորությունից Արմեն Այվազյանը կարողացել է հսկայական բացահայտումներ կատարել այդ պատմական այս հատվածի 1722-1735 թվականների միջակայքում ընկած իրադարձությունների մասին Արցախում, Արցախյան կյանքում հայ ժողովրդի ազգային ազգագրական պայքարի այդ իրադարձությունների մեջ եւ պատկերացրեք հնարավոր չէ թվարկել այն ճշգրտումները, որ նա կատարել է իր աշխատության մեջ ուսումնասիրելով թե մեր պատմագիրների գործը եւ թե այլ աղբյուրներ, նաեւ օտարերկրյա օտարազգի պատմաբանների աշխատությունները կարողացել համեմատության մեջ գտնել ճշմարիտը։ Թեկուզ երբեմն ինքը նույնպես ես նկատել եմ երկու ուսումնասիրելու ժամանակ, որ այս կամ այն տվյալը հնարավոր չէ վերջնականապես ճշտել։ Առայժմ եմ ուզում ընդգծել, առայժմ չկան դրա հնարավորություն, ճշգրտման հնարավորությունները, բայց չի բացառում, որ վաղը մյուս օրը թե իր համար, թե կամ մեկ այլ պատմաբանի համար կարող են դրանք բացահայտվել եւ եթե ինքը բացահայտի, ես չեմ կասկածում, որ անպայման կանդրադառնա դրան եւ գիրքը երևի թե նոր հրատարակությամբ լրամշակումներով ու լրացումներով լույս կտեսնի։ Հայոց զորքը Արցախում գիրքը ինձ համար կարևորում է մեկ հանգամանքով։ Դա միայն անցյալի պատմություն չէ։ Նախ եւ առաջ ասեմ, որ պատմությունը դա մեզ համար անցյալ չի, պատմությունը մեզ համար նաեւ ներկա է, որտեղ պատմական շատ իրադարձություններ տարբեր դրսևորումներով, բայց այնուամենայնիվ կրկնվում են նաեւ մեր օրերում, հենց թեկուզ այս օրերի ընթացքում, այս ժամանակաշրջանում, եւ այդ գիրքը փաստորեն մի յուրօրինակ դաս է ներկա սերունդների եւ գալիք սերունդների համար։ Գլխավոր դասը այն, որ հայ ժողովրդի համախմբման դեպքում գոյատևման, հարատևման, առաջընթացի լայն հնարավորություններ մենք ունենում ենք։ Ռազմական կամ պատերազմական ժամանակաշրջանում հաղթանակի հնարավորություն մենք ունենում ենք եւ իրոք կարողանում ենք հաղթել մեր թող տասնապատիկ գերազանց ուժերով ագրեսիա կատարող ասենք մեր թշնամիների հանդեպ։ Դա մեկ, այսինքն հավաքականություն, համախմբվածությունը, եւ երկրորդ
ազգային պառակտման ցավալի հետևանքները։ Մենք պատմության տարբեր ժամանակաշրջանում ազգային պառակտման իրողություններ, ցավալի իրողություններ իրոք ունեցել ենք եւ միշտ էլ մենք տանուլ ենք դուել։ Միշտ էլ մենք ինչ-որտեղ հետընթաց ենք կատարել։ Մենք կորցրել ենք շատ բան։ Տարածք ու ժողովուրդ եւ ամեն ինչ, տնտեսություն, մշակույթ եւ այլն։ Նույն եւ այդ ժամանակաշրջանում, քննարկվող ժամանակաշրջանում կար այդ պառակտվածությունը, բայց ամենայն դեպս հեղինակը դա որպես դաս է ներկայացնում մեր սերունդների։ Այսօր նույնպես այդ պառակտվածությունը մեր հանրության մեջ կա, գուցե եւ շատ ավելի ուժեղ, քան գուցե այն ժամանակ է։ Եթե Արցախյան ազգային այդ ժամանակաշրջանի ազգային ազգագրական պայքարի, ասենք հերոսներից մեկին գլխատում են Արցախյան ինչ-որ մի գյուղում, ապա ներկայումս մարդկանց ճաղերի հետև են նետում, նրանց ովքեր կարող են ազգին առաջորդել, երկիր ղեկավարել, ովքեր իրատեսորեն են գնահատում եւ իրավիճակը եւ ժամանակաշրջանը եւ մեր հնարավորությունները ու մեր պայմանները շատ են առհասարակ դասերը գրքում, ես գտնում եմ յուրաքանչյուր ոք պետք է ուսումնասիրի այն ինչ որ ներկայացում է գրքում մենք չենք հանդիպել ոչ մեր դպրոցական դասագրքերում ոչ համալսարանական գրքերում ենք հանդիպել եւ մի տեսակ ես անձամբ անակնկալի եմ եկել այդպիսի մի հզոր պատմություն ենք ունեցել այդ ժամանակաշրջանում հենց 22-35 թվականի որին ես տեղյակ չեմ թեկուզ ես կներեք անհամեստության համար ինձ փոքր շատ է գրագետ մարդ եմ համարում բայց ես տեղյակ չեմ եթե ես տեղյակ չեմ ուրեմն իմ զավակներն էլ հնարավոր է տեղյակ չեն իմ թորներն էլ հնարավոր է տեղյակ չեն ես կուզենայի որ բոլորս էլ տեղյակ ամբողջ հանրությունը իմանա ես մեկ ուրիշ առանձնահատկություն որպես արդեն լեզվաբան եմ ես ասում բավական ճոխ լեզու ունի իմ դասախոսներից մեկը ինստիտուտում սովորելու ժամանակ Գուրգեն Բաղդասարյանը ներկայացրել մի հայտնի հայ լեզվաբանի խոսք առայն թե եթե ես հայոց լեզվի բառապաշարի 10% թեկուս իմանայի ես կհամարեի ինձ ամենաերջանիկ մարդը կոնկրետ ես շատ հեռու եմ այդ 10%-ից, բայց Արմեն Այվազյանը, ինչպես ապացուցում է այդ գիրքը, ահագին մոտեցել է, եթե չի հաղթահարել այդ 10%-ը։ Այնքան հետաքրքիր արտահայտություններ կան, ես մտածում եմ երբեմն այդ որ բառարանների միջոցով, ինչ աշխատությունների միջոցով ինքը հայտնաբերել եւ ճշմարիտ ներկայացնում է դրանք, սկսած զենքեր, զինատեսակներ եւ այլն։ Ես ողջունում եմ գիրքը, չէ կարացնեմ խոսքս, ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ այդ գրքին, կարդալ, եւ ուրախ եմ հենց այդ գրքի շնորհիվ առաջին հերթին այդ գրքի շնորհիվ ընկերացա, բարեկամացա հեղինակի հետ Արմեն Այվազյանի հետ։ Արցախում հայկական զորքի կազմավորման առաջին փուլը տեղի է ունեցել Եսայի կաթողիկոսի 4-ամյա բացակայության օրոք 1722 թվականի մայիսի կեսերից մինչև սեպտեմբեր։ Ահա այդ մասին Եսայու հաղորդումը։ Վախթանգ թագավորը հրամայեց ինձ իրենից առաջ ընթանալ եւ աճապարել դեպի Ղարաբաղի մեր նահանգը, առ հայկական զորքը, որ այնտեղ իրենց հրամանատարության ներքո գումարել էին մելիքներն ու զորագլուխ դարձած 4 երիտասարդ Հականե, Հանվանե, Ավանը, Շրվանը, Շահնին եւ Սարուխանը, որոնց կոչում էին Հաուրապետ կամ Յուզբաշի։ Նրանք Ղարաբաղի մելիքների հետ Վախթանգի առաջին արշավանքից վերադառնալուց եւ Պարսից իշխանության խարխլվելուց հետո իրենց միավորելով Աղվանից տան բոլոր քաջասիրտ, արի եւ զորեղ պատանիներին ու երիտասարդներին ինքնուրույն կազմել էին մեծաթիվ ավելի քան 12,000-անոց զորք եւ ամրացել Արցախի անառիկ վայրերում։
Այս հաղորդումից պարզ երևում է, որ Ղարաբաղում հայկական բազմահազարանոց զորքը կազմավորվել էր Վախթանգ Զ-ի առաջին և երկրորդ արշավանքների միջև ընկած ժամանակահատվածում, մոտավորապես 1722 թվականի մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Եսային տալիս է նաև հայոց նորաստեղծ զորքի գլխավոր հրամանատարների անունները, հիշատակելով նրանց զինվորական կոչում մականունը Հարապետ կամ Յուզբաշի և առաջինը նշելով Ավանին։ Այսպիսով Ղարաբաղում հայկական զորքի ստեղծման ժամանակի հարցը կարելի է համարել լուծված։ Այստեղ նաև հղում է անում պարոն Այվազյանը այն թուրք կարծիքին, որ իբր 1714 թվականն է համարվել, նորաստեղծ հրապարակված մի սխալաշատ հոդվածում հայկական զորքի կազմավորումը Արցախում փորձ է արվում թվագրել 1714 թվականով, երբ իբր Մելիքների և Եսայի կաթողիկոսի մասնակցությամբ Գանձասարում կայացած մի ընդհանուր ժողովում այդ մասին առանձին որոշումներ են ընդունվել։ Այս մտածածին ժողովի մասին տեղեկությունները քաղված են 1886 թվականի Պետերբուրգում ապրես Բեկնազարյանցի հրատարակած «Գաղտնիք Ղարաբաղի» գրքից, որը վաղուց ի վեր ճանաչված է որպես այդ նույն հրատարակչի գրչին պատկանող հորինվածք։ Պարոն Այվազյանի հետ ես անձնապես ծանոթ չեմ, բայց սովորության համաձայն ես աշխատում եմ բոլոր պատմաբաններին, ովքեր հիմնականում զբաղվում են հայոց պատմությամբ, այդ աշխատանքները ընթերցել, հոդվածներին եմ ուշադիր նայում եւ ուրախ եմ, որ մեր շրջապատում կա նման հետազոտող, որը հետաքրքիր աշխատանքներ է դնում սեղանին եւ հերթական աշխատանքներից մեկը այս է, որի մենք ականատես եկանք եւ այսօր քննության նյութ է հանդիսանում։ Իդեպ ասեմ, որ ես նաեւ հետեւում եմ պարոն Այվազյանի հասարակական գործունեությանը, ու կիսում եմ ձեր մտքերը, գաղափարները եւ ուրախ եմ, որ մեր մտավորականության շրջանում այս հոգսաշատ ժամանակներում մարդիկ մտահոգ են երկրի ճակատագրով, նրա ապագայով եւ փորձում են իրենց ներդրում ունենալ, ամենայն դեպս ապագայում ավելի հզոր երկիր ունենալու տեսանկյունից։ Քանի որ իմ ուսումնասիրության շրջանն է նաեւ այս այդ շրջանը հետաքրքրվում եմ եւ տարբեր աշխատանքներ ունեմ, այն գլխից ասեմ, որ ինձ հետ բերել եմ աշխատանքը այդ շրջան ես ուզում եմ նվիրել, ձեզ կարող է հետաքրքիր մի բան կանել։ Շնորհակալություն։ Ժամանակ կլինի գնայեք։ Ասեմ, որ զենք կարող է ունենալ պետությունը եւ շատ կարեւոր է այս տեսանկյունից, որ հարցին քննարկում է կատարում պարոն Այվազյանը, որովհետեւ գիտեք այսօր գաղափարական ճակատում ինչպես պատերազմ է, եթե դուք նայում եք, հետեւում եք, այսօր էլ թե երեք էլի Ալիևը սկսել բարբաջել խոսել նրա մասին, որ պետք է մենք արևմտյան Հայաստան, արևմտյան Ադրբեջան գնանք, ինչ իմանամ այնտեղ, այս մեկ տակից գլխից այսպես խոսում է, հիմա խնդիրը նրա մասին է, որ այդ գաղափարական ճակատում պետք է աշխատանք կատարվի, աշխատանքը պետք է ուղղված լինի ոչ միայն դրսին, այլ նաև հայ հանրության, որտեղ մեր ժողովուրդը, ինչպես ասում են, իր պատմությանը քաջատեղյակ չի, լավ չի ծանոթ, որտեղ ըստ էության մենք հերոսական էջեր ենք ունեցել, որով կարծեմ իմ սերունդը դաստիարակվել է դպրոցում, չնայած մենք ես մեծացել եմ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, բայց էդ էլ է պետականության մի ձև եւ մենք հնարավորություն ունեցանք հայացի դաստիարակություն ստանալ Ավարայրի ճակատամարտի Վարդան Մամիկոնյանի եւ մեր քաջորդիների, Նժդեհի, մյուսների, այսինքն ասելիքս այն է, որ մենք պետք է այդ ամենը փորձենք գիտականորեն հիմնավորել եւ ներկայացնել, մանավանդ որ թուրքերը այսօր խոսում են նրա մասին, որ ճիշտ է Ալիևը ժամանակին հրահանգ էր տվել Գիտությունների ազգային ակադեմիային, որ ներկայացնեն Արցախայությունը Արցախում հայտնել է 19-րդ դարի սկզբներին, մինչդեռ մենք մինչ այդ եւ զորք ենք ունեցել, եւ պետականություն ենք ունեցել, եւ երկիր ու սահման ենք ունեցել, եւ փառք Աստծո, որ մեր ժողովուրդը կարողացել է
բազում դժվարություններ հաղթահարելով համենայն դեպս հայոց արևելից նահանգներում դարեր շարունակ պետականություն ունենալ, մեր պատմագիտության մեջ ընդհանրապես այն թույլ տեսակետը կար, որ փաստորեն Բագրատունյան թագավորության անկումից հետո եւ Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո մենք ստեյության պետականություն ստեղծեցինք 1918 թվականին, մինչդեռ իրականության մեջ դա այդպես չէ, մենք կարելի է ասել անընդհատ պետականություն ենք ունեցել, մասնավորապես հայոց արևելից նահանգներում եւ այդ պետականությունը թույլ տվել որպեսզի հայկականությունը պահպանվի Արցախի ուտիքի այսպես տարածքներում։ Եվ պարոն Այվազյանը հենց այդ շեշտադրումներ անելով գիրք ավելի արժեքավոր է դարձնում ու ինչ որ միտեղ նաև պատգամ է ապագային, որ իսկապես պետք է զորք ունենաս, զրահ ունենաս, պետություն ունենաս, որ կարողանաս, ինչպես ասում են, դժվարություններին դիմակայել։ Մյուս կարևոր գաղափարը այն միասնականությունն է, որի մասին խոսում է, իսկապես Արցախում այդ ազատագրական շարժումը հաջողություն չէր կարող ունենալ, եթե ասենք այդ շիրվանցի այդ տղերքը չգային, այդպես կազմակերպական որոշակի հունի մեջ չդնեին այդ ամեն, ինչպես ասենք ժամանակի ընթացքում Գանձակեցի Մեղթար Սպարապետը կամ Վրաստանից Դավիթ Բեկը եկան եւ գնացին Սյունիքում կազմակերպեցին այդ ամենը։ Այսինքն այդ միասնականությունը նույնպես անչափ կարևոր է, անկախ նրանից դու Հայաստանի մեծ հայքի որ նահանգում կամ գավառում ու բնակավայրում ես ծնվել, կարևորն է որ քո ներդրում ունենաս միասնական հայրենիքի գաղափարի շուրջ այդպես զարգացումներին։ Փաստորեն իսկապես այդ միասնականությունը անչափ մեզ համար կարևոր եւ մենք իրար հետ այսպես խոսում ենք անդադ կարծես թե շաբլոն է դարձել դա պետք է միասնական լինենք Չարենցի խոսքերն ենք անդադ այսպես կրկնում բայց ոչինչ չենք անում բայց բանը հարցը նրանում է որ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք եւ միասնականությունը անչափ կարևոր է ու 1991-94 թվականի առաջի պատերազմում մենք հաղթեցինք այդ միասնականության շնորհիվ ես հիշում եմ երբ Հայաստանի Հանրապետությունից Սփյուռքից քիչ քանակությամբ բայց Հայաստանի Հանրապետությունից ավելի շատ երբ այն ժամանակ բան այդ զինվորական են հակուստ են աֆգան կային ասում այդ տղաները հակված այն պատստվոլնիկով ավտոմատները վերցրած որ գալիս էին մերով ոգևորում էին դրանից եւ մեկի կողքը եւս հավրոքի կահանում էր ու այդ հաղթանակը հնարավորություն տվեց որպեսզի իսկապես այդպես ապահովենք ինչը չի ասի հետագա զարգացումների հետ կապված այս տեսանկյունից նույնպես կարևոր է եւ դա նույնպես պատգամ է որ մենք պետք է իսկապես պայքարենք միասնական լինենք նվիրված լինենք երկրին Կարելի է իհարկե այսպես անչափ երկար խոսել, բայց պատմաբան չի լինի, որ երկու այդպես բաներ կա, որ նկատել ենք, իհարկե լավի մասին պետք է ասել, բայց նաև պետք է խոսենք բաներ, որ այսինքն մեր տեսակետներն են, որ աշխատանք ենք անում, միասնական երբ պատմաբաններով հավաքում ենք, իրար քննադատում ենք, ես Սլավա Սարգսյանը այստեղ նստած է երբեմն իրար հետ վիճում ենք, մոմենտալնում ուզում ենք իրար խփենք, բայց մեկ էլ նորից ամսում ենք այն մյուս եղանին իրար հետ գինենք խոմ կամ թե ենք խոմ, այդպես։ Դա կարևոր է ուզում եմ ասել, դա նույնպես նպաստում է որպեսզի գիտությունը զարգանա։ Իհարկե ես համաձայն եմ Ավան Հայրապետի տված գնահատականներին, նա մեծ գործիչ է եղել, բայց մի տեսակ դուք ինչ որ միտեղ հիմնավորում եք, որ նա գնաց ճիշտ էր, բանը ես գտնում եմ, որ ճիշտ չէ, դա իմ կարծիք ամենայն դեպս դա էր, որտեղ նրանք գնալուց հետո մանավանդ Եսայասյան Ջալալյանն էր, որ մահացավ, մեր պաշտպանությունը չեղ տվեց, որտեղ նա հեղինակություն էր եւ նա կարողացավ ըստ էության իր շուրջը համախմբել Արցախի եւ ուտիքի զինվորականությանը ու այդ ճակատը պահել, նրա գնալուց հետո մենք արդեն կորուստներ ունեցանք, այսինքն ճապաղ ընթացք ունեցավ մեր ազատագրական պայքարը, այնուհետև այնտեղ բանի հետ կապված դուք ճիշտ է մեկ այլ մտքում նշում եք, որ Քոչի Զավետարան այդպես բան տարբեր միլիքություններ էին, բայց այնտեղ մի պահով ներկայացնում եք մոտ այդ տպավորությունները, որ Քոչիզի կենտրոնը ավետարանոցն էր, այդպես է, բայց իրականում Քոչիզի կենտրոնը ծովատեղն էր։ Չէ, այդ ժամանակ ավետարանոցն էր։ Հստակ աղբյուրներն են ասում, ես չեմ ասում։ Այդպես է։ Այո։ Չէ, բան չի, աղբյուրն է ասում։ Այդ հավանի խնդիր չկա, ուղղակի հավանի
Խոսքը նրա մասին է, որ իհարկե այս ամենով հանդեպ իմ տպավորությամբ այս աշխատանքը չի ստվերում, չի ունի իր մեծ արժեքը, նորից եմ ողջունում եւ այդպես մի բան էլ ասեմ, այդ բանի հետ քարի հետ կապված Ավան Հայրապետի հետ քարից երբ օսմանցիները հարձակում են հետ են նահանջում, ինքը Շուշիի Սարահարթում ես մի առանձին գիրքեր ունեմ Շուշիի տեղումները հայոց քաղաքակրթական համակարգում փորձել եմ ամենադեպս հնարավորության սահմանները ներկայացնել, որ Շուշիի Սարահարթում մի քանի բերդեր է եղել։ Եվ պատահական չէ, որ երբ Ավան Հայրապետը գալիս է, երբ Մելիք Բաղին այնտեղ իշխում էր, ասում էր, Իվան Կարապետն էր, ասում էր քաղաք էր այնտեղ, այսինքն նրա աչքին քաղաք էր Երևան դա, որովհետև ինքը մեկ բերդ չէր, այսինքն Շուշիի կիրճի վրա մի քանի բերդեր կար, որովհետև ինքը պահում էր արևելքից եկող այդ հորդանների մուտքը դեպի Արարատյան երկիր, այսինքն այդ հիմնական առաքելությունները դա կատարում եւ մինչեւ փանալ գալը կամ դրա մասին իմաստեր չունի խոսել, բայց մենք միջնադարում մեր իշխանները այդ զորում մի քանի այսպես բերդեր են ունեցել եւ Ավանը երբ եկավ, այդ բերդերից մեկում նստեց, այսինքն խոսքս վերաբերում է Ավանակարանին, որտեղ ինքը մտավ եւ այնտեղ ամրացավ, այն անմաչելի բերդեր, բայց հետո բարձրացավ Սարահարթ եւ Սարահարթում եւ ինքը եւ Թարխանը այդպես առանձին բերդեր կառուցեցին, որոնք քար էին կոչվում, այսինքն քարից նահանջը այդ բերդերից մեկից նահանջներ եւ այսինքն Սարահարթը ինքը ստեյության իմ կարծիքով չթողեց։ Նորից եմ շնորհավորում կատարված այդ մեծ աշխատանքի համար, սա առիթ կլինի, որ իրար հետ նաեւ ազնապես այդպես շփվենք եւ կփորձենք իրար հետ համագործակցել, աշխատել, ամենադեպս ինչ հնարավորություն կա, փորձենք մեր ուժերով երկրի մի շահ տալ։ Շնորհակալություն։ Ավան Յուզբաշու հեռանալու վերաբերյալ ես չեմ ասել վատ էր թե լավ էր։ Այնտեղ ինքը գնում է վերադառնալու նպատակով։ Այդ է խնդիրը։ Ինքը գնում է ռուսների մոտ արդեն անձամբ ռազմական օգնություն խնդրելու նպատակով, հետագայում փորձում է վերադառնալ ճանապարհին ինչ-ինչ հանգամանքներում անհայտ մահանում արդեն։ Սա է, այսինքն լավի վատի հարց չի, նա չի հեռացել ընդմիշտ։ Եվ հետո հեռանալուց թողել է Արցախում իր զորավարներին այնտեղ, որոնք շարունակել են այդ գործը։ Իհարկե, եթե իմանար, որ գնալը ոչինչ չի տա եւ օգնությունը չի գա, իր գնալն էլ այսինքն օգտակար չի լինի, չերել գնա։ Սա է խնդիրը, բայց եկեք այս բանավեճը երևի հետո կարող ենք ավելի։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպես պարոն Բալայանը նշեց, նաև այո, իհարկե, եւ իմիջիալոց կարող եք, եթե ինչ-որ ելույթներից հետո անհամաձայնություն լինի, ինչ-որ բանի հետ համաձայն չլինեք, ասած կարող եք արտահայտվել, մենք այսօր նաև դրա համար ենք հավաքվել։ Պարոն Բալայանը նաև նշեց, որ գրքի մեջ անդրադարձ կա այն երկպարակություններին, որ այդ տարիներին կար Արցախում, ինչը բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք, այս մասին նշելով համոզված եմ, որ պարոն Այվազյանը եւս մեկ անգամ ցանկացել է մեզ պատգամ թողնել, որ միասնականությունը շատ կարևոր է հայ ժողովրդի կյանքում, թե անցյալում, թե այսօր, թե ապագայում։ Ինչպես նաև նամակագրություններն են շատ գրքում, ինչպես սկզբում ես նշեցի, այս նամակագրություններից նաև երևում է, թե ինչ մեծ հույսեր ունեին Արցախում, Արցախի զորքը, հրամանատարությունը, ինչ մեծ հույսեր էր կապում բարեկամ ժողովուրդների գլխավորապես ռուսական հրամանատարության հետ, ռուսների հանդեպ ինչ մեծ հավատ ուներ։ Ես ուզում եմ մի փոքրիկ մեջբերում կարդալ գրքից, նամակագրությունից, որտեղ երևում է, որ ինչքան լավ էին գրվում հայերը եւ ինչքան մեծ հույսեր ունեին։ 1726 թվականի նոյեմբերի 30-ին հավանաբար Շուշիի տակ հայերի հաղթանակի լուրը ստանալուց անմիջապես հետո Մեծ Կասպյան գոտին ռազմակալած ռուսական զորքերի գլխավոր հրամանատար իշխան եւ գեներալ ֆելդմարշալ Վասիլի Դոլգորուկովը կայսրուհի Եկատերինա Ային գրում է. Հայերը բազմիցս ջախջախել են թուրքերին եւ մեզնից պահանջում են, որ մեր զորքերով նրանց միանանք։ Աղերսում են, որպեսզի գոնե զորքի որոշակի մի մասը իրենց մոտ ուղարկենք։ Բայց ես ձեռդ կայսերական մեծության հրամանի համաձայն դա անել չեմ կարող, այլապես թուրքերը կգազազեն։
Կարեցածից չափ փորձում եմ հուսադրել հայերին, որ համբերատար սպասեն, սակայն նրանք տեսնում են, որ մեզանից ոչ օգուտ կա, ոչ էլ հույս։ Նրանք թուրքերի դեմ կռվում են ողջ ուժով, վճռականորեն ու մեծ քաջությամբ։ Եվ եթե այս նպաստավոր պահին մեր զորքերը կարողանային միանալ հայերին, հաշվի առնելով թուրքական թուլությունը, կարելի էր հուսալ, որ մեր գործողությունները մեծապես արդյունավետ կլինեն։ Ինչպես նաև նշում են նույն տարվա սկզբին 1726 թվականի փետրվարի 22-ին Եկատերինա Ակայսրուհին եւս հատուկ հրովարտակ է ուղարկել հայոց սղնախների հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներին եւ ամբողջ ազնիվ հայ ժողովրդին, всему честному армянскому народу, փորձելով նրանց հուսադրել, թե իբր մոտ ապագայում ռազմական աջակցություն կհասցնի։ Հայերին ճշմարտությունը չասելու, սին խոստումներով ոգևորելու եւ նրանց դիմադրությունը օսմանցիներին հնարավորինս երկարաձգելու ռուսական քաղաքականությունը շարունակվեց նաեւ հաջորդ տարի։ Հարգելի հայրենակիցներ, պատմաբան եւ քաղաքագետ Արմեն Այվազյանը վաղուց մեր պատմագիտական եւ քաղաքագիտական այսպես դաշտում է եւ իր ուրույն խոսքն է ասում եւ գոնե ինձ համար Արմեն Այվազյանը բրբտող նորույթ ի հայտ բերող իր սեփական կածանը բացող գիտության այդ մեծ ճանապարհին հետազոտող է եւ դրա վկայություններից մեկն էր նաև այսօրվա մեր քննարկող գիրքն է։ Դեռևս 90-ականներին ակտիվ հրապարակումներ էր ունենում Արմեն Այվազյանը պատմաբանասիրական հանդեսում։ Ես հիշում եմ այնտեղ հատկապես արցախցիների ռազմական օգնությունը Մուխտար Սպարապետին, Դավիթ Բեկին եւ այն ժամանակ պատկերացրեք շարժման այդ բուրըն տարիները եւ ինչպիսի կարևոր ուղեր ձերի մեջ պարունակում այդ հոդվածը եւ այս բանը պատահաբար չհիշեցի այսօրվա գիրքն էլ բազում ուղերձներ ունի իր մեջ եւ կարծես թե լինելով ոչ հեռու անցյալի մասին հենց մեր օրերի մասին է այս գիրքը բազմաթիվ համադրություններ, բազմաթիվ անալոգիաներ, բազմաթիվ նմանություններ եւ կարծում եմ ամեն մի գիտակից ընթերցող այս գրքի էջերից այսօրվա բազում հարցերի պատասխաններ իր համար կարող է ստանալ։ Իհարկե ասեմ, որ թե պարոն Հաջյանը համարում է, որ դժվար կարդացվող գիրք է, բայց անձամբ ես 2.5 օրում կարդացի եւ չէի կարողանում կտրվել, որովհետեւ այդ շրջանը հոգեհարազատ թեմա էր, այդ շրջանով կարծում եմ շատերս ենք զբաղվել եւ շատ բան եւ ծանոթ էր եւ նաև Արմեն Այվազյանի մատուցմամբ նորովի էր մեկնաբանվում, նոր հայացքի ներքո եւ հատկապես ինձ շատ գրավեց այն ուրեմն մոտեցումը, որ բազում հին հնացած տեսակետներ ոչ թե պարզապես անտեսվում էին, այլ դրանք այսպես քննարկվում էին, փաստերով հերկվում էին եւ առաջարկում էր արդեն նոր մեկնաբանությունը, նոր տեսակետը եւ միանգամայն ընդունելի էր եւ ինձ համար օրինակ եւ զարմանալի եւ ընդունելի, որ մեր նախկին մեծությունները հանկարծ այսպես սխալվել են այս կամ այն հարցում, դա բնական է, գիտություն է, որովհետև ամեն դեպքում այն ժամանակվա գիտելիքները կարող է ավելի քիչ են եղել, քան հիմա են, եւ այս տեսակետից ուզում եմ ընդգծել պարոն Այվազյանի
աղբյուրներին քաջատեղյակ լինելը եւ ամեն մի տեսակետ, ամեն մի միտք բազում աղբյուրների համադրմամբ ներկայացնելը, ապացուցելը, հիմնավորելը։ Սա շատ կարևոր է պատմաբանի համար եւ բայց ասեմ, որ սրանով հանդերձ կան իհարկե մտքեր, կան մոտեցումներ, որոնք մեր գործընկերների, թե Պատմության ինստիտուտի, թե Երևանի պետհամալսարանի եւ թե Մատենադարանի կողմից տարբեր մեկնաբանությունների են արժանացել։ Իդեպ այդ հեղինակներն էլ քննադատվել են պարոն Այվազյանի գրքում եւ ճիշտ ասած ես որ պատրաստել էի գրախոսություն գրքի մասին այս տեսակետները լսելով պարտավորություն ստացնեցի որ մեկ անգամ եւս ստուգել բոլոր տեսակետները իմ առաջին տպավորությունները եւ այս ամենը իմի բերելով հետո արդեն լուրջ այդ աշխատանքը հրապարակել ինչը չեմ կարծում թե լուրջ փոփոխությունների է ենթարկվելու ամեն դեպքում այն ինչ որ ինձ համար առաջին իսկ ընթերցմամբ տպավորվել է այսպես կարծիք կազմելու հիմք է հանդիսացել դա մնալու է ուղղակի որոշ նեղ մասնագիտական հարցեր կան որոնք նաև պարոն Այվազյանի հետ քննարկելով մենք փորձելու ենք ինչ որ կերպ ներկայացնել իհարկե իշագիտության այստեղ անհատները բացառապես կապ չունեն եւ սա էլ պարոն Այվազյանի գիտական ուսումնասիրության մեթոդներից մեկն է ընդհանուր շահը ներկայացնել գիտության շահի տեսանկյունից մոտենալ հարցերին չանձնավորել երբեք հարցերը մեկնաբանելիս Եվ այստեղ ես մեկ-երկու կարևոր հանգամանքներ այնուամենայնիվ ուզում եմ շեշտել, եթե իհարկե ժամանակը ներում է։ Տեսեք մենք ծանոթ ենք, որ ասենք 18-րդ դարի ազատագրական պայքարում շեշտը դրվել է հերոսականության, նվիրվածության, այսպես նաև խորհրդային գուցե գաղափարախոսության ազդեցությամբ եւ օրինակ Ավետարանոցի մարտի 1-ից 3-ի այդ ճակատամարտը Շուշի հերոսական պաշտպանությունը մենք կարծես թե սովորենք բացատրել այդ հայրենասիրության հաղթանակ, բայց պարոն Այվազյանը ներկայացնում է միանգամայն իրատեսական սառը եւ իսկապես համոզիչ փաստար, իհարկե դա չժխտելով որ այն ժամանակ սխնախական զորք ունեցել է նաև տեխնիկական որոշակի առավելություն հրացանների պահով Օսմանյան բանակի համեմատ։ Այս արդեն միանգամայն համոզիչ է եւ արդեն հասկանում ես թե ինչու այո տեխնոլոգիապես այո առավելություն ունենալով նաև եւ գումարած հայրենասիրությունը այդ հաղթանակը հաջողվել է ապահովել։ Տեսեք, այս ուղերձը նաև այսօրվա մեր իրականության համար է շատ արդիական։ Վերջապես մենք պետք է հասկանանք, որ այսօրվա պատերազմը, այս 6-րդ սերնդի պատերազմը միայն տեխնոլոգիական առավելությունն է հաղթանակ ապահովելու։ Տեսեք, 300 տարի առաջվա դասը պատմաբանի քաղաքագետի գրչով այսօր մեզ է հասցվում, այո, հրատապ է դառնում, ուշադրություն է հրավիրում համապատասխան մարմինների, որ պետք է բոլոր ուժերը ներդնել այդ տեխնոլոգիական առավելությունը ապահովելու համար։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին դե շատ է խոսվել, մենք նաև կասպիական տխրահարչակ արշավանքի մասին գիտենք, ինչպիսի արդարացումներ եւ այլն Եվ ահա պարոն Այվազյանը մեզ ներկայացնում է մի շատ ունիկալ փաստ, որ սխնախները դիմում են հրանոթի վարպետներ տրամադրելու խնդրանքով եւ չգիտես ինչու, հասկանալի է ինչու, հիմա կասեմ,
ճիշտ ասած չեմ հիշում պարոն Այվազյանն այդպես գրել, թե ես եմ եզրակացրել, ուղղակի ռուսական կողմը չէր ուզում, որ սխնախները այնքան ուժեղանային, որ այլևս կախվածություն չունենային ռուսական կողմից։ Ահա ամբողջ ռուսական քաղաքական հա, ուրեմն ես եմ հետևության եկել, հա։ Եվ այսինքն փաստը այն է, որ իսկապես սխնախները պետք էին ռուսական քաղաքականությանը Թուրքիայի դեմ իր հարաբերություններում ավելի մեծ զիջումներ գործելու թուրքերից, իմ եզրակացությունը այս է։ Մի խոսքով հետաքրքիր շատ բաներ կան եւ այո, այն պատմագրական սխալները, որոնք այս կամ մենք չպետք է այսպես մեղադրենք այդ մարդկանց, այդ ժամանակ այդպես է եղել, պատմաբանը գրել է, հիմա պետք է ողջունենք այդ սխալները ուղղելու նախաձեռնությունները, որովհետև գիտությունը անհնարին է զարգացնել առանց մեկը մյուսի թերությունները շտկելու։ Ողջունում եմ պարոն Այվազյան ձեր իրավի տիտանական աշխատանքը եւ դրա արդյունքը, իհարկե դա շարք է ժողովրդագրությունը այս դարերում, Երևանի երուսական պաշտպանություն, մի խոսքով սա մի ամբողջ այսպես լայնածավալ աշխատանք է, որը ավելի թեմատիկ, նեղ իմաստով նաև ներկայացվել է այս հատորի տեսքով, նաև շնորհակալություն Արցախը կարևորելու, արժևորելու, դեռևս հիշում եմ 2006-2007 թվականներին Հայաստանի ազատագրված տարածքը մատենաշարերի համար, որտեղ անընդհատ այդ միտքն է, որ Հայաստանը առանց Արցախի չի կարող հզոր լինել։ Սա շատ լուրջ պատգամ է մտավորականության կողմից, հուսանք, որ գալիք իշխանությունները այս կարևոր ուղերձը կհասկանան, կյանքի կկոչեն եւ Հայաստանը Արցախով նորից իր տեղը կգտնի այս արևի տակ։ Շնորհակալություն։ Գրքում պարոն Այվազյանը ոչ միայն անդրադառնում է զորքի ստեղծմանը, կազմավորմանը, այլ նաև մանրակրկիտ տեղեկություններ է հաղորդում թվականակի մասին, նաև զենքի հայթայթման մասին, ինչպես պարոն Հարությունյանը նշեց զինատեսակների մասին, զինման մասին շատ կարևոր տեղեկություններ կան ընդգրկված։ Ուզում եմ նաև եւս մեկ հատված ընթերցել ձեզ համար։ 1724 թվականին Ղարաբաղի հայոց սղնախների բոլոր 40,000 մարտիկները արդեն զինված էին կայծքարե հրացաններով։ Նույն փաստը միմյանցից անկախ հաստատում են նաև մի քանի այլ աղբյուրներ։ Այսպես 1726 թվականի հունվարի 13-ին Շամախիից Դերբենդ քարավանի հետ ապրանքներով հասած հայ վաճառական Մարտիրոս Մեսիրովը պատմելով նախորդ տարվա իրադարձությունների մասին հաղորդում էր, որ Գանձակում նստած Օսմանյան գլխավոր զորահրամանատարը նամակով սուրհանդակ էր ուղարկել Սղնախի հայերին, պահանջելով նրանցից 5 տարվա հարկը ու տուրքը։ Հրաժարվելու դեպքում նա սպառնացել էր զորքով ներխուժել Ղարաբաղ եւ ավերել երկիրը։ Ըստ Մեսիրովի, Սղնախի հայերը պատասխանել են նրան, թե մենք փող չունենք, բայց մեզանից յուրաքանչյուրը ունի մեկ հրացան ու մեկ սուր, եւ եթե իրոք մեր դեմ արշավես, ապա Աստծո օգնությամբ ձեր դեմ կկռվենք։ Իսկ ձեզանից չենք վախենում, որովհետեւ մեր մարտիկների թիվը մեծ է, 40,000 մարդ։ Ես ասում եմ իրավաբանները գնում են փաստերի հետևից, պատմաբանները հետևանքների։ Պարոն Այվազյանին ծանոթ չեմ, ծանոթացել եմ այդ գրքի միջոցով եւ երբ ընթերցել եմ վերջում գրականությունը, շատ հետաքրքիր ուսումնասիրել եմ մեր երկրամասը տարբեր կողմերից։ Թվում է թե Ղարաբաղի մասին շատ բան է գրված, պատմական, բանասիրական, աշխարհագրական, մշակույթի տեսանկյունից, բայց երբ ընթերցում ես, տեսնես, որ ոչ, դեռևս շատ բան կա գրելու։ Հենց այդ դիտնել դա է վկայում, որ կարևոր նշանակություն ունի
առաջերտը ես կասեի ռազմագիտության, ռազմավարության տեսակետից։ Երբ կարդացել եմ այդ գիրքը, առաջի անգամ իմ հիշողության մեջ տպավորվել է Դադիվանքի Հասան Մեծի արձանագրությունը, որտեղ նշում է, որ նա 40 տարի պատերազմներ է մղել թուրքերի դեմ։ Մեկ այլ արձանագրությունից էլ երևում է կնոջ անունից գրված, որ այդ պատերազմի ժամանակ զոհվել են նրա 2 որդիները։ Վրաս բանեսանում, որ դա Արցախ երկրամասում արդեն չկար Բագրատունյանց թագավորությունը, Կիլիկյան թագավորությունը, կործանվել էին դրանք վաշկատուն ցեղերի, մողոլների, թուրքերի, թուրքմենների հարվածների տակ, բայց մնացել էր պետականության 2 կտոր՝ Սյունիքը, Արցախը։ Եվ պարզվում է ինձ համար դա նորություն է եղել, որ պետականության ինչ որ, եթե այս պատերազմի ժամանակ ասում էինք Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնություն, ապա այն ժամանակ միասնությունը, եռամիասնությունը կար Սյունիք, Արցախ եւ Շիրվան։ Այդ դա էր ինձ համար նորությունը, որ այդ ժամանակ Ղարաբաղի զորավարներից շատ զորավարներ Շիրվանից էին եւ համատեղ կռվում էին թուրքերի դեմ։ Այնուհետև երկրորդ խորհուրդը ինձ համար այն է, որ այդ մեծ թուրան ծրագիրը միշտ էլ եղել է եւ կա։ Այդ գրքից որ ընթերցում ենք Արցախում գերի ընկած Սալեհ Փաշան ասում է, որ մեր նպատակը Ղարաբաղցիների ոչնչացնելն է։ Ղարաբաղը գտնում էր Ռուսաստանի եւ Թուրքիայի արանքում Ղարաբաղի հայությունը։ Թուրքերը արդեն ռուսները արդեն տիրապետել էին Կասպից ծովի առատնի ափերին եւ թուրքերը նույնպես ցանկանում էին տեր դառնալ։ 300 տարվա պատմությունը եւ այդ 300 տարուց հետո թուրքերը արդեն տեր դարձան։ Իսկ ղարաբաղցիները դարձան անտեր։ Գրքի խորհուրդներից մեկն էլ այն է, որ միայն համաձայնությամբ կարող ենք հաղթանակել։ Տարաձայնությունը միշտ ծրում է բանակ։ Այնպիսի ժամանակատված էր ուշադիր ընթերցում ենք նույնիսկ հակաթոր Իսրայել կաթողիկոսը Երիս Մանգած միացել էր այդ շարժմանը, միացել էր եւ այդ միասնական ուժերով կարողացանք մենք հաղթանակել։ Պատկերացրեք հակաթորը միացել էր, իսկ ներկայումս ինչ վիճակում է մեր երկրամասում։ Շնորհավորում եմ գրքի հեղինակին, կարծում եմ մեծ գործ է կատարվել, ես թերությունների մասին չեմ ուզում նշել, միայն կարող եմ ասել, կարելի է ես վերնագիրը վերնագրել Արցախ եւ Սյունիք։ Արցախը առանձնացնել ես մի քիչ սխալ եմ համարում, որովհետեւ այդ Արցախ Սյունիքը հենց այդ գրքի մեջ էլ երևում է, որ գործում էին հաղորդակի ցանոթների նման։ Մեկը մեկի համար պատնեշ էր, վահան էր։ Պարոն Այվազյանը նաև անդրադարձ է կատարում այն ճակատամարտերին, որոնց մասնակցել է հայոց զորքը, եւ նաև շատ կարևոր մի ճակատամարտի Թավրիզի պաշտպանության 1724 թվականին հայկական ջոկատների մասնակցությանն է անդրադառնում, որը թուրք-սերբյան կռիվներում պարսկական կողմի միակ հաջողությունն է եղել եւ որտեղ մեծ դեր է ունեցել հայոց զորքը։ Մի ընթերցում եւս անեմ այդ մասին։ Առաջին անգամ պատմական նյութերի մանրակրկիտ վերլուծության հիման վրա ներկայացվում է 1724 թվականին Թավրիզի պաշտպանությանը հայկական ջոկատների մասնակցությունը։ 1723-ից 1724 թվականներին Օսմանյան ուժերը մի քանի ուղղություններից ներխուժեցին Սեֆյան Իրան։ 1724 թվականի սեպտեմբերին Օսմանյան բանակներից մեկը Վանի Աբդուլլա Փաշայի հրամանատարությամբ մոտեցավ Թավրիզին եւ փորձեց այն գրավել։ Հաջորդած ճակատամարտերում թուրքերը պարտություն կրեցին եւ հետ շպրտվեցին քաղաքից, կորցնելով շուրջ 20,000 զինվոր։ Ըստ մի շարք եվրոպական աղբյուրների հայկական ստորաբաժանումները կարևոր դեր են խաղացել այս հազվադեպ հաղթանակում, որը 1724 թվականի թուրք-սերբյան կռիվներում պարսկական կողմի միակ հաջողությունն էր։ Հայկական զորքերի մեծ մասը Թավրիզ էր եկել Ղարաբաղից։ Մասնավորապես հենց հայերն էին, որ Թավրիզում գրեթե ամբողջությամբ ոչնչացրեցին Աբդուլլա Փաշայի բանակի էլիտար ենիչերական կորպուսը։ Ճշտվել են նաև Թավրիզի պաշտպանությանը մասնակցած հայկական ջոկատները եւ անվանապես նշվել են նրանց հրամանատարները։
Փարսադան Բեկ, Մելիք Եգան, Փիլիպեկ Բասաուրով, Դավիթ, Աբիջան, Աղաջան, Հախնազար, Բալիկ եւ ուրիշներ։ Կարծում եմ ժամանակն է, որ խոսքը փոխանցենք մեր սիրելի պատմաբանին, քաղաքագետին, պարոն Այվազյանին, իսկ հետո կլսենք նաև ձեր կարծիքները։ Նստած խոսեմ, թե կանգնած։ Ինչպես ձեզ հարմար է։ Լավ, նստած փոխենք։ Նախ անչափ շնորհակալ եմ Համազգայինի Արցախի մասնաճյուղին, իդեմս Հերմինեի նաև այս կարևոր միջոցառումը, ինձ թվում է կարևոր է միջոցառումը, որովհետև թեման է կարևոր։ Թեման այստեղ հնչեցին մի քանիսը իրենց խոսքում ասացին, որ գրքի մեջ կան ուղերձներ։ Ես հատուկ ուղերձների համար չեմ գրել գիրքը, ես գրել եմ պատմություն։ Եվ հատուկ այսպես ազդեցություն գործելու համար չեմ գրել, սա պատմագիտական ուսումնասիրություն է, բայց հենց պատմությունն է, որ ունի այդ ուղերձները, անկախ նրանից հեղինակը ուզում է հատուկ ընդգծի, չի ուզում ընդգծի, ինձ մոտ ակադեմիական սառ վերլուծություն է առանց չափազանցությունների, բայց այդ ուղերձների ուրեմն առկայությունը ինքնին կարևոր է դարձնում թեման, որովհետև իրավիճակը եւ աշխարհաքաղաքականորեն, եւ ռազմական առումով, եւ դերակատարների մասնակցությամբ հայեր, Իրան, Օսմանյան կայսրության փոխարեն այսօր Թուրքիա, Ռուսաստան, այս նույն դերակատարներն են, նույն տարածաշրջանն են, նույն կռիվներն են։ Հասկանում եք եւ աշխարհագրությունն է նույնը, ռազմավարությունը շատ առումներով նույնն է։ Նշեցիք, որ Սյունիքի եւ Արցախի մասին պետք է լիներ, ասեմ, որ սրա նախորդող գիրքը, այստեղ մի օրինակ բերել եմ, այնտեղ Սյունիքն է, Սյունիքի բանակն է, այն ժամանակվա Դավիթ Բեկի օրոք կազմավորված բանակն է, ավելի մանրամասն է ուսումնասիրված նույնիսկ, որովհետեւ մենք այնտեղ ավելի շատ տվյալներ ունենք, Դավիթ Բեկի պատմությունը, որը 4 ռազմական քրոնիկա է, տալիս է մեզ այդ տվյալները եւ կառուցվածքի առումով այնտեղի բանակը ավելի հետաքրքիր է, բան է, ավելի շատ այսպես բացահայտվում է մեզ համար իր տարբեր գնդերով, ստորաբաժանումներով, նույնիսկ Խրիմից եկած մի ջոկատ է եղել այնտեղ, որ մասնակցել է կռիվներին եւ այլն, այնպես որ այստեղ Սյունիքն ու Արցախը փոխկապակցված են։ Հետաքրքիր է, որ Արցախից եղել է, ինչպես հիշատակվեց, օժանդակ Ռազմերտ Սյունիք եւ ոչ թե մեկն է եղել, ինչպես մինչև իմ ուսումնասիրություններն էին կարծում, այլ երկու այդպիսի Ռազմերտ օժանդակ, ուրեմն Դավիթ Բեկին օժանդակելու համար երկու անգամ են արշավել արցախցիները դեպի Սյունիք եւ մեծ օգնություն են ցույց տվել այն ժամանակ։ Ուզում եմ ասել, թեման իսկապես կարևոր է, ցավոք սրտի վերջին 35 տարվա ընթացքում, այ որ ասացիք, Մեհերը ասեց, ինչ-որ տարբեր հիմնարկներում պատմագիտական անհամաձայնություններ կան, նախ այդ անհամաձայնությունները պետք է գրավոր լինեն, որ տեսնենք, բանավոր անհամաձայնությունները ոչ մի բան է։ Վերջին 35 տարվա ընթացքում, այս 1720-ականների մասին, բացի իմ ուսումնասիրություններից, ես չեմ ուզում ինձ հիմա ստեղ ընդգծել, 2-3 հոդված կա, այս ազատագրական ահռելի, ենել փոքրիկ հոդվածն է, Պավլիկ Չոբանյանի գրած 2 հոդվածն է, բան չկա, այսինքն սկսվել է այդ շարժումը եւ այդ շարժումից հետո 88-ին սկսվել է, մինչեւ այսօր այս ժամանակաշրջանը հիմա ես էլ որ չուսումնասիրվեի, սենց մնալու է։ Այն հին տեսակետների, որոնք տեսակ, ինչպես գիրքը կարդացողը կհամոզվի, շատ հարցեր սկսած ժողովրդագրությունից վերջացրած զորքի թվականակով եւ այլն, ուղղակի սխալ էին։ Տարբեր պատճառներով։ Պատճառները եղել են նաեւ եւ աղբյուրներն են իրենց ձեռքին այդ ժամանակ այդ աղբյուրները չեն եղել։ Պատճառները եղել են գուցե նաև գաղափարական,
կամ թույլ չի տրվել ինչ որտեղ իրենց միտքն մի քիչ գուցե փակ պահել, այդպիսի պատճառներ են լինում պատմագիտության մեջ եւ հետազոտողը ինքը իր միտքը փակ է պահում։ Օրինակ, ասենք, զարմանալի է, որ զորքի թվականակը Սյունիքում եւ Արցախում մի կողմից ընդունում էին մի քանի հեղինակներ, որ մեծ է եղել, մյուս կողմից անընդհատ ասում էին, չէ, այդքան չի եղել։ Օրինակ, Սյունիքի դեպքը ավելի վառ օրինակ ձեզ բերեմ, մի աղբյուր ունենք, նշում է, ասում է, հիմնական աղբյուրը Դավիթ Բեկի, ասում է, որ այս ժամանակ 23 թվականի սկիզբ, 22-ի վերջ, 23-ի սկիզբ, այնտեղ կար մոտավորապես 6700 զինվոր։ Նշվում է այս բերդում այսքան, այստեղ այսպես նշված է 6700։ Եվ մեր հեղինակներ ինչ հետևություն էին արել, սա արդեն ռազմական պատմագիտության խնդիր է, որ այդ շկոլան չկար, այդ դպրոցը ռազմական պատմագիտության, ցավոք սրտի Հայաստանում չի եղել, որտեղ Հայաստանն էլ անկախ պետություն չի եղել, եւ օտար տիրապետողները ոչ ոք էլ պետք չի, որ Հայաստանի պատմագիտությունը զարգանա այդ ուղղություններով, օրինակ ռազմական պատմագիտությունը զարգանա, հայերը սկսեն ուսումնասիրել իրենց հազարավոր ճակատամարտերը, հազարավոր, այս մեր վերջին հազարամյակների ընթացքում, այն ինչ որ մեզ հայտնի է, ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր ճակատամարտեր են ունեցել։ Ուրեմն հեղինակները մեր ասում են Սյունիքում կար մոտավորապես 6-7 հազար զինվոր։ Եղբայր, այդ թիվը, որ նշվել է ապստամբության սկիզբը։ Ամենասկիզբն է, մի 3 ամիս, մեկը կես տարի, 8 ամիս, այս ժամանակ է նշվել այդ թիվը, բայց հետո աղբյուրները նշում են, որ զորահավաքներ են տեղի ունեցել։ Թվով են նշում, ստեղ այսքան զորք հավաքեց, հետո այնտեղ այնքան զորք հավաքեց, հետո էլի հավաքեց, էլի ու այս պատերազմը որքան շարունակվել է, այնքան զորահավաք ա եղել, անընդհատ։ Այսինքն այսպիսի տվյալներ կան, բայց այդ տվյալները չեն ուսումնասիրվել։ Ցավոք սրտի մեր պատմությունը, ռազմական պատմությունը հատկապես ամբողջ իր ընթացքում գրեթե այսպես թույլ ուսումնասիրվածության մեջ է։ Նույնն էլ իդեպ Վարդան Մամիկոնյանի պատերազմը, Վարդանանց պատերազմը, որին ես մի առանձին գիրք եմ նվիրել, ռուսերեն է գիրքը, հայերեն չեմ հասցրել թարգմանել, անգլերեն էլ է պետք, հայերեն էլ է պետք։ Նույնն էլ այնտեղ է, թվում է թե Վարդանանց պատերազմով զբաղվել ենք, բոլորը գրել են եւ այլն, բայց ռազմական տեսանկյունից շատ քիչ բաներ դրված։ Բարեբախտաբար երկու նախկին սպաներ են գրել այդ պատերազմի մասին եւ նրանց նաեւ գրածի վրա ես շատ հաճախ հենվելով նրանց խորհուրդներ, այսպես նրանք էլ են մի քանի բան բացել ճանապարհ, արդեն ես ավելի լայն վերցրեցի այդ թեմաները։ Ինչ եմ ուզում ասել, մեր պատմությունը իհարկե այսօրվա այնինչ ունենք, մեր պատմության հետևանքն է, մեր պատմության արդյունքն է։ Այս կռիվները չլինեին, Արցախը կորցրած կլինեինք դեռևս 300 տարի առաջ, 200 տարի առաջ։ Պետք է կռվել, որպեսզի պահես։ Այնտեղ, որտեղ կռվել ենք, դա պահել ենք։ Նախիջևանում այս նույն 1720-ական թվականներին հայությունը տարբեր պատմական պատճառների հետևանքով, հիմա չեմ ուզում դրան անդրադառնալ, միանում է օսմանյան զորքերի նախիջևանահայության մի մասը։ Եվ ուր է հիմա Նախիջևանի հայությունը, կորավ առանց նույնիսկ այնպիսի մեծ դիմադրության, որպեսզի միշտ Սյունիքի եւ Արցախում ցուցաբերվել են։ Իսկ Սյունիքն ու Արցախը դիմացան։ Այն, որ Արցախը մենք կորցրեցինք, դա ես իհարկե մեր մեղքը կա այդ ամենում, բայց պետք է հաշվի առնել նաև, որ մեր դեմ էին աշխարհի հզորագույն ուժերը, ոչ միայն Ադրբեջանը եւ ոչ միայն Թուրքիան, բայց սա արդեն առանձին խոսակցություն է, չեմ ուզում դրան անդրադառնալ։ Ինչ շատ հետաքրքիր էր ընթերցողների կարծիքները, առիթ չէր եղել, մանավանդ որ շատերին չեմ էլ ճանաչել անձամբ։ Հերմինեն հետաքրքիր էր, այդ ինչ հատվածներ էր ընտրել, իր համար ուրեմն այդ հատվածները կարևորվել են, ընդհանրապես ընթերցողների այդ հանդիպումները միշտ հետաքրքիր են եւ օգտակար։ Ես իհարկե շարունակելու եմ իմ հետազոտությունները,
եւ հուսով եմ նոր բաներ կբացահայտվեն այդ թվում այս ժամանակաշրջանի մասին, բայց մեր հայոց ռազմական պատմության մասին ունեն ծրագրեր առաջիկայում գուցե առիթ լինի առաջիկա 1-2 տարվա ընթացքում մի նոր գրքով հանդես գալ։ Անչափ շնորհակալ եմ։ Հայերը 1720-ականներին կարողացան Արցախում եւ Սյունիքում հիմնել զինագործության, ուրեմն շատ այսպես փայլուն մի բաներ, այսպես մանուֆակտուրային արտադրություն հիմնեցին։ Տարեկան 1725 թվականի սկզբի դրությամբ Արցախում միայն արտադրվում էր մոտ 3600 հրացան եւ ատրճանակ, նորագույն ոճի, կայծքարի, չախմախներով, այսպես ասած, փականներով, բայց ուրեմն չկարողացան հայերը իրենք արտադրել որակյալ թնդանոթներ, թեև այնտեղ մի քանի դեպք կա, ես ցույց եմ տալիս, որ օգտագործել են թնդանոթներ եւ հրասանդներ, մորցիրը հրասանդ ասենք այսօրվա, չէ, բանի ավելի շատ ականանետի լեզվաբանական դաշտում հրասանդը, հրասանդն ու գնդացիրը չէ, մորցիրը, հետի բանա, լեզվաբանության դաշտում պետք է ուղղել։ Ուրեմն թեև կարողացան փոքր թնդանոթներ, գուցե ինչ-որ թնդանոթներ արտադրել կամ ռազմավարի միջոցով թշնամուց առգրավել, օգտագործել, ունենք այդպիսի դեպքեր, բայց չէին կարողանում արտադրել եւ ռուսներին անընդհատ խնդրում էին, ասում էին մենք ունենք հանքերը, երկաթե պղնձե հանքերը ունենք, միայն չունենք թնդանոթագործ վարպետներ, այսինքն թնդանոթ ձուլող վարպետներ չունենք։ Խնդրում ենք մեզ առնվազն գոնե 10 հոգի ուղարկել վարպետներից մենք արտադրենք։ Ես տարիներ շարունակ խնդրեցին, այդ 10 հոգուն չուղարկեցին։ Մեր այդ մասին էր ասում, բայց պատճառը ես այլ կերպ եմ բացատրել, այդ պատճառն էլ կարելի է քննարկել։ Խնդիրն այն էր, որ նրանք վախենում էին ըստ երևույթին այդ տեխնոլոգիան ընկնի օսմանցիների ձեռքը, որովհետև օսմանյան թնդանոթագործները ավելի թույլ էին, նրանց թնդանոթագործությունը շատ ավելի թույլ էր, նրանց թնդանոթները այդ պահի դրությամբ ռուսական եւ եվրոպական թնդանոթներից ավելի ծանր էին, ավելի փոքր էր, չգիտեմ, տրամաչափը, թե մեծ տրամաչափով էլ կային իհարկե։ Բայց տարբեր իրենց այդ չափանիշներով ավելի վատն էին։ Եվ ռուսները ըստ երևույթին մտածել են, որ կամ դեպի Արցախ գնացող ճանապարհին կարող են բռնվել։ Մեկ, երկրորդը այդ ճակատամարտերից հետո կարող են գերի ընկնել օսմանցիներին, ինձ թվում է դա է պատճառը ավելի շատ, քան ուրիշ մի քանի հնարավոր պատճառներ։ Ես պարոն Այվազյանին ծանոթ չեմ, բայց գրքին էլ ծանոթ չեմ, բայց քանի որ ինքը շարունակելու է իր գործունեությունը, վերահրատարակման եւ այլն, ես ուզում եմ մի նկատառում ներկայացնեմ, ինչպես ասեց պարոն Բալայանը, Քոչիզի հետ կապված, պետք է այստեղ նշել հետևյալը, որ խանությունների ժամանակաշրջանում Արցախը միշտ եղել է հիմնականում անկախ վիճակում եւ անմիջականորեն հաշվետու եղել շահին։ Դա մասին է վկայում 1737 թվականին Մելիք Եգանի ընդունարանի արձանագրությունը, որտեղ ինքը դիտում է որպես ինքնուրույն մահալների 6 մահալ գավառ կամ մելիքություն է ներկայացնում, դրանցից մեկը առանձին ներկայացում է եւ Վարանդայի մելիքությունը եւ Քոչիզի մելիքությունը։ Այո, ստեղ կա այդ։ Եւ Քոչի, ասենք եթե մենք ասում ենք Խամսա մելիքություններ 5-ն եք ներկայացնում, այդ հիմնականը 5 չի, դեռ շատ կա։ Պարոն Բալայանը ներկայացրել է Ծարի մելիքություն, Գյուլիստանի մելիքությունը, բայց գլխավոր մելիքությունները գլխավորը։ Այստեղ կա այդ մասին, այդ արձանագրությունը։ Հիմա ինչի համար եմ ես ուզում դա ասեմ, էլի։ Քոչիզի մելիքությունը տարածքը զբաղեցնում էր այսօրվա Ամարասի շրջակայքը։ Հաբանդ Ամարասը դա Քոչիզի մելիքության կենտրոնն է եղել։ Իսկ Վարանդայի մելիքությունը, որ ներկայացում է, դա Վերնամասն է ներկայացում։ Համագործակցելով Իբրահիմ խանի հետ, ուրեմն Մելիք Շանավազար Բիլեգոտը, ստեյության,
նա որոշ տեղաններով թունավորում հարձակվում է Քոչիսի մելիքության վրա, գրավում է նրա տարածքը, այդ մելիքության տարածքը սկզբում եղել է Խաչի մելիքների իշխանության տակ, որի մասին վկայում են Ղարաբաղյան իշխանների թողած արձանագրությունները, հա։ Հիմա գրավում է այդ տարածքը եւ այնպես ուզում եմ ասեմ, որ այդ մելիքությունը միշտ է եղել է եւ նրանց տարածք գրավելուց հետո նրանց հաջորդները, տեղի բնակիչները հիմնականում Մելիք Փաշայանները, որտեղ գտնում են նրանց սովածողատեղում նրանց տոհմական տապանատունը, կայ բոլորը, շատ արձանագրություններ կան դե, որը նոր հայտ են հիմնականում, եւ թողնում գնում են այսօրվա Իջևանի շրջան։ Այդ թվում նաեւ Մելիք Փաշինը, դեռ ասեմ ձեզ, որ դուք իմանաք այդ մասին, ով չի imանում եւ այլն։ Այո, պիտի ճշմարտությունը ասվի։ Հիմա ինչա ուզում ասել այդ մելիքությունները եղել են, դրանք տարբեր են եղել։ Վարանդայի ավետարանոցի բոլոր շենություններին հայտնի է եւ այլն, այնտեղ գտնում է Մելիք Շանազարի ապարանքը կա։ Այնտեղ չի կարա վարանդայի, ավետարանոցում կամ Չանախչիում, այդ նրանք այնտեղ են նրանք մելիքության նստավայրը, մանավանդ որ նրանք իրենց հետ ոչ որ շնամաբար միշտ տրամադրված են եղել եւ Մելիք Շանազարը համագործակցելով այդ սկզբում Փանախանի հետ, ապա նրա հաջորդը Իբրահիմ խանի հետ հիմնականում պայքարում էր եւ այլն։ Ուրեմն, եթե կարելի է, էլի, ես տեղից ասեմ առանց իրավիճակները, որ ասում եք միշտ եղել է, միշտ չեն եղել, անընդհատ տարբեր վիճակ է եղել, մինչև 20-ականները մի վիճակ է եղել, 20-ականների մի ուրիշ վիճակ է եղել, իսկ ես որ ասում եմ Քոչիզի կենտրոնը այս բարիներին ավետարանոցն էր, ասում եմ ես չեմ ասում, աղբյուրն է ասում։ Տենց աղբյուր չկա։ Չկա տենց աղբյուր։ Ռուսներն ասում են։ Եղավ, հա։ Դե չի կարող է։ Մի լավ ընկեր ունեի, Խաչատուր Բեզերջյան։ Չգիտեմ, գիտեք, հա։ Դե ճիշտ է, մի 30 տարի չեմ հանդիպել, ասում էր գնացինք Սախալին հյուրանոց, անձնագիրս վերցրեց այդ ռուսը, նայեց ասեց Բեզերջյան, что это за фамилия? Ասում է, ну фамилия такая. Нету такой фамилии. Հիմա ձերն ասում եք չկա։ Ներողություն բան ասեմ։ Եթե բոլոր առանձին ներկայացվում են այդ 6 մահալները, էլի գավառ մելիքությունները ներկայացում են։ Մելիք Եգանի ընդունարանի արձանագրություն եմ ասում, որ իրեն տվել է Խանի եւ Բեգլարբեկի տիտղոսը։ Հիմա այդ եթե առանձին նրանք մելիքները նշում են, նրանք ստացվում է որ երկու այդ մելիքությունները Քոչիզ եւ Վարանդայի մեկը նստել են երկուսներ ավետարանոցում, տենց հաստատվում, չէ։ Չէ, տենց չի ստացվում։ Բայց առանձին են եղել։ Ասում եք Քոչիզը Չէ, տենց չի ստացվում։ Վարանդան նաև Շուշի տարածքն էր։ 1720-ականներին, երբ որ այս Շիրվանցի տղեկը եկել են, դրա համար գիրքը որ կարդաք, պատկերացնեք։ Այս ժամանակաշրջանի վերաբերյալ հետագայում եղել են շատ ավանդույթներ, ավանդազրույցներով, որտեղի է ծնվել Դավիթ Բեկին տարբեր գյուղեր, տարբեր, ասում են մեր գյուղացին է օրինակ, Ավան Յուզբաշու վերաբերյալ հայտնի ավանդություն կար, մեկ ուրիշ ուշ, սրանք բոլորը ուշ շրջանի ավանդություններ են, որ նա լորեցի է, այս ինչ տեղից է, Մելիք Եգանն ու Մելիք Ավան Յուզբաշին իրար են խառնված, այստեղ շատ կա այդ մասին, այստեղ անձերի ճշտումներ կան եւ այլն։ Այդ ինչ որ դուք ասում եք նա շահկերտցի է, դա ուշ շրջանի բանավոր ձևով հասած բաներ են, որոնց մենք վստահել չենք կարող, ինչ որ մեկն ասում է իմ պապը եւ այլն։ Վստահել չենք կարող, մեկն ասում է Դավիթ Բեկը իմ պապն է, 18-րդ դարի վերջ, 19-ի սկիզբ եւ այլն, ես ծերում եմ Դավիթ Բեկից եւ այլն, այսպիսի բաներ հետագայում շատ են եղել։ Ես հենվում եմ այդ ժամանակաշրջանի վստահելի արխիվային փաստաթղթերի վրա։ Եվ այն ինչ որ կա այդ ժամանակաշրջանից։ Եվ քննում եմ իհարկե ավելի ուշ շրջանի նյութերը, բայց այնտեղ որտեղ մենք ունենք ավանդազրույցների վրա հիմնված նյութեր, սրանք վստահելի չեն։ Օրինակ Ռաֆի Խամսայի մելիքությունները այս ժամանակաշրջանի մասին պարունակում է, ոնց ասեմ, բազմաթիվ սխալներ։ Ռաֆին մեղավոր չէ, որովհետև այս փաստաթղթերը հրատարակված չէին իր օրոք։ Բայց մեղավոր են նրանք, որ հետագայում փաստաթղթերը հրատարակվելուց հետո էլի հղում են Ռաֆին։ Էլի ախպեր Ռաֆին գրել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Դրանից հետո հազար ու մի բան է ճշտվել,
Նաև պատմաբաններն են ճշտել ուղղել, օրինակ Մելիք Եգանի եւ Ավան Յուզբաշուն միախառնումը մինչև այսօր շարունակվում է։ Կարդում ես, դե նա պատմաբան չէ, հասկանալի է, բայց որ պատմաբան է սխալները թույլ է տալիս, այդ մեկը մի քիչ հասկանալի չէ։ Այո, այնպես որ ծագումնաբանության առումով մեր աղբյուրներն ասում են, որ Շիրվանցի է։ Դա են ասում, ուրիշ բան չունենք այդ աղբյուրների միջից։ Իսկ ավելի ուշ շրջանում, մեկ ասում է Շահկերտցի, այն մոտ կա Լորեցի է։ Այս վերջերս մեկը կար, ձեզ ասեմ, Լոնդոնում է բնակվում։ Ինձ գրում ասում է, մենք սերում ենք Ավան Յուզբաշու, այս գրքիս մասին տեղեկացել էր որոշ օր։ Մենք սերում ենք Ավան Յուզբաշու տոհմից։ Հայտնի մարդ է իդեպ։ Ասում եմ, լավ, ինչ հիմքեր կան, էլի։ Ավան Յուզբաշու տղան ասում է 1730 թվականին Պոլսում արդեն Ավան Յուզբաշու տղան Պոլսում 1730 թվականին բան չես անհատած չի կարող տես բան պատահել էլի քիչ է որովհետև նախ մեր աղբյուրներում ունենք որ մի տղայի անունը ունենք Աթլուխանի անունը ունենք եւ այդ տղան էլ ծառայել է հետո ռուսական բանակում առանձնապես հորը այդքան չի քաշել, այնքան էլ հաջող դեմք չի եղել։ Դա է, էլ ուրիշ տղա որտեղից են էլ Պոլսում, որը հետո ժառանգներ ա տվել, այտենց գնացել են բան։ Պոլիս ընկներ Ավան Յուզբաշու տղան կամ պետք է սպանեին, կամ թուրքացնեին, Ենիչերի սարքեին, այդ պետք է լիներ։ Այնպես որ աղբյուրներն են, այս շրջանի աղբյուրները իրենք շատ վստահելի են, եթե կարողանում ես իհարկե իրար կպցնել։ Որովհետև արխիվային փաստաթղթեր են, այս ինչի նամակը են ինչին, են ինչի նամակը են ինչին, այդ բարդ լեզվով ժամանակի օտար բառեր կան այնտեղ, բարբարային ահավոր բառեր կան եւ այլն։ Այս կծկտուր բաները եթե իրար ես կպցնում, ահավոր վստահելի աղբյուրներ են սրանք։